Դե ինչ արգելի հեռուստադիտող Նուր հեռուստաընկերության տոնական եթերում շարունակվում է մեր ամանորյա շատ հետաքրքիր հարցազրույցները, մենք հյուրընկալում ենք ընտիր մարդկանց, ովքեր որ ամանորի մասին շատ ջերմ տպավորություններ ունեն եւ դրանք փոխանցելով մենք էլ տաղավարում ջերմանում ենք։ Այսպիսով տաղավարում է դերասան Անդրանիկ Հարությունյանը։ Ողջույն Անդրանիկ։ Բարև ձեզ, շատ գեղեցիկ տաղավար է, իմիջիալից ասեմ, շատ գեղեցիկ ամեն ինչով, անգամ նաև գեղեցկացնում է ձեր գեղեցկությունը։ Դուք լրացնում եք նույնպես։ Չէ, ես մի քիչ համեսություն կանեմ, ես մի խոսքով շնորհակալություն հավերի համար, շատ գեղեցիկ օր, շատ լավ օր ու երբեք այս օրից ձեզ հաճույք չեմ ստացել։ Ես ուզում եի ասեի ընտիր, բայց փոշմանեցի։ Այնուամենայնիվ ինձ հուսախաբ չեք անի, որ դուք ձեր ամանորյա հիշողությունները կջերմացնեք մեզ։ Անպայման կջերմացնեմ, բայց եթե ինչ-որ բան լինի հետաքրքիր պարտադիր կպատմեմ, հետաքրքիր աշխատանքային է հիմնականում լինում արդեն 2008 թվականից մինչ այսօր։ Ես ամանորի ոչ մի գիշեր տանը չեմ անցկացրել ընտանիքի անդամների հետ, անգամ մեկ օր ուշանալով, գործի բերումով ուշանալով ինչ-որ վայրից մեքենայի կապոտ են ասում, մի խոսքով այդտեղ ենք խմել, շնորհավոր եմ նոր տարին ու նորից շարունակել ճանապարհը, այնպես որ 2008 թվականից մինչ այսօր ես ամանորը տունը չեմ հասկացնում, հաջորդ օրը գալիս եմ, քնում ու այդպես անցնում են օրերը։ Սովորական օրվա պես դառնում է դրա այսինքն հունվարի 1-ից սկսած հաջորդական օրերը, բայց հետաքրքիր է այնքանով, որ աշխատանքի մեջ ես քո սիրած աշխատանքն ես կատարում, լիքը ընկերների հետ միասին, երգիչ-երգչուհիներ, հանդիսատես շատ մեծ լսարանով, ճիշտ ասացի, այդ բառը լսարան, մի խոսքով իմ ամանորները այսպես հետաքրքիր։ Մենք չզարմանանք։ Բայց ցավոք սրտի ոչ տանը։ Կարծում եմ, բայց այն ամանորները, որոնք նկարագրեցիք, շատ հիշվող են։ Հաստատ ձեր թորներին պատմելու եք։ Ես թոր դեռ չունեմ, դեռ չեմ էլ մտածում այդ մասին, բայց այնուամենայնիվ, պատմելու շատ բաներ կան, որովհետև մեկը մեկից գիժ արտիստների հետ միասին բեմում ամանորին, դա հեքիաթային է, պարզապես մի փոքր 18+-ա չեմ կարող լիքը բաներ պատմել, բայց ամեն դեպքում ինքը շատ հիշվող են, այո, տղա թոր որ ունենամ անպայման կպատմեմ։ Աղջիկ թորներին բացառություն կան։ Չեմ պատմի, մի խոսքով այդպես։ Այնուամենայնիվ ես վստահ եմ ձեր մանկության ամանորները հաստատ տարբերվել են այն ամանորներից, որ 2008-ից ի վեր սկսել եք տոնել, ինչպես նկարագրեցիք։ Դե 2008-ից առաջ մանուկ չէի, մանուկը չգիտեմ որ հասակից է սկսում, արդեն փոքր տարիքի մասին է խոսքը, միշտ սպասել ենք ձմեռ պապիկին ու միշտ դուռը ծեծել, բացել ենք, տեսել ենք դրան դիմաց դրված են նվերներ, որը հիմա մենք ենք անում մեր երեխաների համար, միշտ չգիտեմ ինչի տպավորվել է, միշտ հայրս աշխատանքի վայրից բերում էր տոնածառի ներկայացումների տոմսեր, տեխնիկային թատրոն, մնացած բոլոր թատրոնները հաճախում էինք, այսինքն պետական ինչ-որ բան չէ, տես տոմսեր էին բերում ու չգիտեմ կհիշեք թե չէ, սենց եռանկյունի, որ հիմա խանութներում լիքը կա, սենց եռանկյունի անիմաստ այն ժամանակ էլ, անիմաստ սենց տուփ էր, մեջը մի հատ կոնֆետ, բայց ուրախանում էինք, աշխարհով մեկ էինք լինում, բայց հիմա այդ տուփերը սենց լսրած են ամենուր, բայց աշխարհով մեկ էինք լինում այդ փոքրիկ այդպիսի նվերի համար, պետական վայրում աշխատելով հայրս, բերում էր այդ տեսակ բաներ, նվերներ ու իրականում աշխարհով մեկ ենք լինում, ասում ենք ուռա, այսպես լավ նվերներ եք, կոնֆետներ, այո, իրականում այո, շատ հեշտ է, իսկ հիմա ինչ է, զարմանում են միայն, ասենք հեռախոսները փոխեն, նվերները, այդ տեսակ նվերներ են ուզում բոլոր երեխաները, թե կանայք, ոյ մերի ես մեր ինքինս է, ջղայնացային մի պա։ Պատրաստել եք արդեն նվերները։ Չէ, ես նվերներ 31-ն է ամսի Անդրանիկ։ Նայեք, նվերները ասվածը հետևյալն է, այդ հեռախոսի մասին որ ասացի, պատրաստում եմ հեռախոս նվիրել աղջկաս եւ կնոջս, ավելի թարմ հեռախոսներ, այդպես, եւ ծնողներիս չգիտեմ, նվեր տալ չեմ սիրում անկեղծ որ ասած, ոչ ստանալ եմ սիրում։ Իսկ ինչ եք սիրում փոխանցել։ Ու ասեմ, քանի որ ես ծնվել եմ մարտի 8-ին, այդ հոգսից եմ թեթևացել, ինչու որ մարտի 8-ին ես ոչ մեկին նվեր չեմ տալիս։ Այսինքն կանանց մեր նվեր չեմ տալիս։ Ես արդեն նվեր եմ, հայրս այնպես բան է արել, որ ես որպես նվեր
այտենց մնացել են բոլորի համար։ Եթե ստացվում է, որ դեկտեմբեր 31-ին տանն եք լինում, պատկերացնենք, ինչպես եք սիրում հիմնականում այդ 12-ը տոնել, միմյանց շնորհավորում եք, հետո արդյոք հավաքվում եք ընկերներով կամ եթե հարևաններ կան միմյանց տներով։ Ժամանակին ավելի 2000-ականների սկզբին, երբ որ չկա այս ասպարեզում, 2002-ից եմ այս ասպարեզում ես, մինչ դա որ չկա այս ասպարեզում, այո, տանը նշում էինք եւ սկսում շենքում ընկերների մանկական ընկերների բնակարաններով պատտվում, գնում դասարանցիների տուն, դասղեկի տուն, դպրոցական ու կստացի ասեմ ամեն տարի նոր տարիները պարտադիր ես իմ դասղեկին շնորհավորում եմ եւ ժամանակ առ ժամանակ այցելում եմ իրենց տուն, այնպես որ այդ կապը դեռ կա։ Իսկ մանկական ընկերների հետ հիմա ժամանակ չի լինում, բայց անպայման կորպորատիվ որպես այդպեսին միջև ամանոր անում ենք, արել ենք արդեն, թե գործի բերումով ընկերների հետ եւ թե մանկական ընկերների հետ։ Այո, այսպես ասեմ, ընկերական այդ կոլեկտիվի կորպորատիվը ամեն տարի անում ենք, այսինքն էլի արել ենք այս տարի։ Իսկ երբ որ այցելում էիք փոքր տարիքում, հիմնականում այն տոպրակները, որի մեջ միշտ լինում էր խմիչք եւ որևէ քաղցրավենիք։ Բամբանյակը, որ 10 տուն ֆռում է։ Ձեր մոտ էլ էր այդպես։ Իհարկե, ինձ թվում է բոլորի մոտ է այդպես եղել, շամպայն այդքան չէ, ինչքան բամբանյակ կա, որ եղել են դեպքեր, որ պատտվը եկել է մեր տուն էլի, նույն բամբանյակը, կամ մեր տնից գնացել այն մարդու տուն, որ վերցրել էր սկզբում, մի խոսքով այդ տարիների, նոր տարիները ինձ համար ավելի հեքիաթային էին եւ գեղեցիկ ու ավելին ասեմ, ես չեմ պատկերացրել երբևիցե նոր տարին առանց ձյուն։ Ու մենք քանի տարի արդեն նոր տարին առանց ձյուն ենք դիմավորում ու եթե կհիշեք այն տարիներին, չգիտեմ, հեռուստադիտողը կարծում եմ կհիշի, դուք ավելի երիտասարդ եք, այն տարիներին համ ցուրտ էր, համ ձյուն էր, համ ուրախ էինք, համ ամեն ինչն էս լավ էր, համ ցուրտ էր, համ լույս չկար, մութ էր, բայց լավ էր, համ անհասկանալ է, էլի, բայց հիմա ամեն ինչ կա, բայց ասենց անհետաքրքիր է, բայց անհետաքրքիրն է ինչքանով է, որ այն մանկության ասված այդ փոքրիկ այդ նվերը չկա, ասենց չես ուրախանում։ Իսկ հեռախոսից դե ինչ ուրախանաս հեռախոսից մի հատ լավ բան ենք անում, մի հատ է ուրախանանք ամբողջ օրը հեռախոսների։ Բայց դա են պահանջում, դա են ուզում այն ամենը։ Իհարկե, դա էլ մենք էլ ոնց որ տան տղամարդ, ամուսին եւ հայր պարտավոր ենք նվիրել մեր դստեր կնոջը, նվերներ ծնողներին, մամային, պապային։ Ճիշտ է, փոխվել են սպասելիքները այս ժամանակվա երեխաների եւ նախկին երեխաների միջեւ, բայց այնուամենայնիվ որևէ նախկին որ ասում եք մի քիչ քաղաքականացնում եք, բայց ամեն բացառություն անենք այդ բառը։ Ինչպես է հիմնականում երեխաների ձեր երեխայի փոխանցում այդ ամանորի հրաշքը, որովհետեւ չնայած սպասելիքները տարբեր են նվերի տեսքով, բայց կա սպասում ձմեր պապիկից նվերի տեսքով։ Ինչ է որ ինձ են, այսինքն ինչ է որ իմ գլխով անցել մանուկ ժամանակ, կամ դնում էին բարձի տակ, առավոտյան արթնանում էինք բարձի տակ ենք տեսնում այդ անակնկալը կամ դրան դիմաց ենք դնում, ձմեր պապիկը դուրը ծերծում է եւ նվերներով մտնում դեպի տուն, այո։ Նույնը անում ենք հիմա, որովհետեւ ինչ տեսել եմ, դա սովորել եմ։ Նույնը անում ենք հիմա, բայց հետաքրքրությունը այնուամենայնիվ մեր երեխաների մեջ կա էլի, այդ որ բաց են տեսնել ինչա բան, բայց իրանք բանը կարող անկարևորը գիտեք, ու կարևորը որն է, որ այն ժամանակ էլ եմ ասում, փոքր տոպրակից էինք ուրախանում, հիմա կարող է մի հատ մի մոդել ցածր հեռախոս լինի, ենթադրենք նեղվեն։ Դա մի քիչ վատ է, բայց ամեն դեպքում նվերները պարտադիր լինում են։ Չեմ սիրում տալ նվեր, բայց որ չեմ ուզում ասեմ պարտադրված եմ անում, ոչ, բայց ամեն դեպքում հաճելի է ուրախացնել։ Այո։ 2025 ինչպիսի տարի էր ձեզ համար, Անդրանիկ, ինչ հիմնական այսպես ձեռքբերումներ կան, որ հիշում եք ու նկարտանում եք։ Գործնական մի փոքր բարդությունների առաջ կանգնեցինք, բայց այնուամենայնիվ ես համոզված եմ, որ 2026-ը էլ ավելի լավը կլինի ու այդպես տարիներ շարունակ ես մի փոքր օպտիմիստ եմ, հեռուն շատ ավելի լավ եմ տեսնում, քան ներկան ու մտածում եմ, որ ոչ միայն մեր ընտանիքի, այլ հայ ազգի ամբողջ հայության համար շատ լավ 2026-ը շատ լավ տարի է լինելու։ Այնպես որ չեմ հուսահատվում ոչինչից, կյանքը դրա առջևում է, պետք է ժպտանք, ուրախանանք, նվերներ տանք, նվերներ ստանանք, ուրախանանք փոքրիկ բաներից, մեր ընկերների հաջողություններով
Այո։ Այդքանը։ Դա է ուրախացնում, կարծում եմ դա էլ հենց ամանորի ընդհանուր պատկերն է ձևավորում մեր մեջ։ Ինչ պատկեր էր տանը, որ եկաք 31-ին, արդյոք ձեր կինը պատրաստում էր այն խոհանոցային խառնաշփոթը տիրում էր տանը։ Ուրեմն միշտ ամանորին մամաս եւ կինս վիճում են միասին, ինչու շատ ընկերներ են իրանք։ Ինչու, որովհետև մաման ասում է պատարագ ասես պետքա դնես, կինս ասում է ասես պետք ու ամեն օր, ամեն նոր տարին այդ կռիվը կա մեր տանը։ Ասես պետքա, բայց վերջում իրականում չգիտեմ ում ասածով ա լինում վերջում, որովհետև չենք էլ խառնվում, բայց այո, հենց այսօր խառնաշփոթ էր եւ սպասում են, որ ես գնամ աշխատանքի, իրանք մնան տունը, այնպես Եվ ես իրենց հետ չնշեմ, ես պատկերացնում եմ։ Ես աշխատանքի կարծես հետ։ Ջան, ընտանիքի անդամները, դե չէ, ես չեմ ուզում, որովհետև այնտեղ հանդիսատեսների խնջույքի հետ արողակարգերի հետ ընթացքում աղջիկներ կամ բան կան, աչքով բանով եմ անում, չեմ ուզում ընտանիքի անդամները տեսնել, էլի այդ ամենը չպատվի, մի քիչ լկտի եմ էլի։ Բաց այդ էսի, ես ինձ լավ չէ։ Քանի որ ամանորի ընդհանուր պատկերը ներկայացրիք ձեր ընտանիքի, արդյոք դուք այն հայրն եք, որ նստում է անպայման բազմոցին ու ինչ-որ ֆիլմ փորձում է գոնե աչքի տակով նայել են առավոտվա ժամերին։ Գոնե առավոտվա ժամերին, արդյոք ինչ-որ մի բան չեք անում։ Բայց հեսա կասեմ, որ այն ժամանակ որ տունն եք։ Որ անում եք, այո։ Տանն է հասկացնում ամանորը, ու դիմավորում հիմնականում այդ ժամանակահատվածում այդ տարիներին Armenia TV-ում էի աշխատում, համել ու Armenia TV-ի այդ ամանորյա այդ հաղորդումներն էին նայում, ուրախանում, ժպտում ու բոլորը զանգում էին, ասում էին տեսանք այս կտորը, այն կտորը ավելի լավներ են։ Մի խոսքով sense հիմնականում այդպես ու չի բացառում, ես համոզված եմ, որ բոլոր մարդիկ նայում են Բաղնիկը տանուշ ֆիլմը այդ օրերին, այո, ես էլ անմասն չեմ մնում այդ ֆիլմը նայելուց ու անպայման նայում եմ այդ ֆիլմը էլի ու շատ ֆիլմեր կան, որ ամանորի հետ կապված, օրինակ Adzin Doman։ Ոնց կարելի է չնայել այդ ֆիլմը։ Կամ եթե չես էլ նայում, գոնե ընթացքում ցենց տելևիզորով դա է գնում, արանքային ոնց որ տենց ուշադրություն ես դարձնում էկրանին եւ նայում ես այդ ֆիլմերը։ Բաղնիկը տանուշը, այդ տանը մենակը Հարի Փոթերն էլ վստահ եմ կնայեք։ Չէ, չեմ սիրել ես։ Ես ներողություն եմ խնդրում այն մարդիկ, ովքեր որ սիրում են Հարի Փոթերի ֆիլմերը։ Իսկ լինում է, որ փոքրերի հետ գոնե փորձեք, որ իրենք էլ դիտեն, որովհետև հիմա այդ ֆիլմերը, որ մենք դիտում ենք, դուք դիտել եք, շատ է փոքր տարիքում, փոքրերը հիմնական չեն դիտում։ Լինում է, որ գոնե երեխայի հետ այսպես դիտեք Ես իմ երեխաներին բոլոր հայկական հին ֆիլմերը իրանց հետ նստում նայում եմ եւ ես համոզված եմ, որ տեղյակ լինեն հեռուստադիտողները, մենք որ անում ենք ամառները անում ենք ճամբարում մանուկներին, երեխաներին բոլոր հայկական ֆիլմերը մենք ունենում ենք ֆիլմի ժամ, ֆիլմ դիտելու ժամ եւ միանշանակ հայկական ֆիլմերն ենք նայում եւ տանը նույնպես երեխաներին անպայման սկսած իմ ամենասիրած ֆիլմից մենք ենք մեր սարերից միջև չգիտեմ ոսկե ցլիկ ու այդպես շարունակ մեր հին հայկական ֆիլմերը անպայման նայում ենք եւ ուզում եմ ռոպագանդում եմ որ բոլորը նայեն այո իսկ կան ամանորյա ինչ որ ուտելիքներ որոնց պատրաստմանը գուցե դուք մասնակցում եք ձեր մայրիկին ձեր կնոջն եք օգնում բացի ուտելուց նաեւ փորձում եք պատրաստել կիլոմետրերով հեռու եմ խոհանոցից բայց խանգարում եմ անպայման բլինչիկի լիստերն եմ ուտում դա պարտադիր հա այնտեղ տոլմայի համար նախատեսված բան այն հումիս ուտում եմ անպայման կեսը բանում մաման շատ լավ ու կապ չունի դա նոր տարի է թե չէ շատ լավ պատրաստում է տնական մեր մաման է պատրաստում բաստուրման վայ կան մարդիկ, ովքեր մեր տուն այնպես չի, որ հենց դրա համար են գալիս, բայց որ գալիս են իմանում են բաստուրմակը, խելագարվում են, անուններ չտամ հիմա, իրականում շատ է, մամայի սարքած այդ բաստուրման բանը շատ համով է, ու առասարակ մեր տան բոլոր այդ ուտեստները նոր տարվա ամանորյա բացարձակ դրսից չկա ինչ-որ բան, որ առնենք, ամբողջությամբ տանն է պատրաստում, այո, ու շատ համեղ ու շատ լավ պասուց տոլման, արդեն կստացի պատրաստ է, վստահ եմ, այո, արդեն պատրաստ է,
Հա, հիմա ժամանակին լավ հասկացա։ Արդեն բայց իրականում պատրաստել ինձ դասակերտ եմ ասում, բլինչիկի լիստերը, բանը ամեն ինչը կա։ Մի խոսքով մնում է արդեն սեղանը պատրաստել ու ես գնամ աշխատանք։ Ու իրանք ուտեն, ես մնամ սոված։ Ու տենց ամեն տարին սոված մնում ենք, էլի։ Ոնց ցես տարին այնպես էլ կավարտվի, տենց էլ սկսում ենք։ Այդպես էլ սկսում ենք։ Մենք հարցազրույցի վերջի համար պատրաստել ենք մի քանի բլից հարցեր։ Ես տամ, դուք փորձեք 1 կամ 2 բառով արագ պատասխանել ամանորի մասին։ Առանց որ ուտելիքի չեք պատկերացնի ամանորյա սեղանը։ Դե մի քիչ բան է, շաբլոն է, բայց խոզի բուդ էլի։ Բուդը կարծում եմ, այո։ Հոտ, որը որ ձեր հիշողության մեջ ամանորի մասին է։ Ես անկեղծ այդ փոքրիկ այդ երանգյունի այդ Տոպրակները կարելի է ասել։ Այդ իր մեջի հոտը, այդ բարություն կար, այդ եմ կարոտել։ Տոնածառ զարդարելիս դուք խանգարում եք, թե օգնում եք։ Չէ, օգնում եմ, իհարկե օգնում եմ, բայց այս տարի չեմ օգնել։ Այնուամենայնիվ վերջին հարցը հունվարի 1-ին ժամը քանիսին եք սիրում արթնանալ։ Դե նախ որ հունվարի 1-ին արդեն ժամը 4-ին, 5-ին, 6-ին տուն եմ գալիս, երևի 2-ին 3-ին ժամանակ չի մնում արթնանալու, ես կարծում եմ։ չի մնում, այո։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Ձեր ջերմ հիշողությունները մեզ անպայման կջերմացնեն։ Եվ խնդրում եմ հեռուստադիտողին դիմելով Անդրանիկ, քան որ կիսվեցիք հիշողություններով, եկեք ուղերձով սահմանափակենք, եկեք ուղերձով մեր հարցազրույցն ավարտենք, դիմելով հեռուստադիտողին։ Մեր շատ սիրելի հայր, ամենակարևորը հայոց աշխարհին խաղաղություն, իսկ աշխարհի բոլոր բալիկներին առողջություն եւ անոք մանկություն։ Այո։ Շնորհակալ եմ շատ ուղերձի համար նաև մեր հեռուստադիտողին եւ մաղթենք ձեզ այդ արմանորյա խառնաշփոթ, որին պիտի հեսա գնաք եւ արդեն մասնակից լինեք, համբերություն։ Ու կստացի հիմա էլ աբալանից եմ գալիս։ Այո, այնտեղ ցուրտ է, ես պատկերացնում եմ արդեն։ Այնտեղ էլ միջոցառում արեցին դիկանք, հիմա գնում։ Ոյ։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, մեր տոնական եթերը չի ավարտվում, մենք շատ ջերմ եւ հիանալի հիշողություններ ունեցող մարդկանց հետ դարձյալ ամանորից ենք խոսելու։